Հաջորդ հարցը Նարեկ Կիրակոսյան խորհրդը։ Շնորհակալություն, բան վարչապետ դեր ու նախորդ մի քանի ազատությունների մասին, որ ԱԱՑ-ը գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարագի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին գիրակի օրը, վեհապարմանությունը չհնչեցնի, ասում է եկան, ասեցին, բա դեր հայր ջան, ուզում ենք վեհապարմանությունը չկաց, այս կանոնը եթերնատիվներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ որտեղ մտածին, որ չափազանցում է, բայց նա ըստ ձեր աջակից ասում է ազգային վարչապետը գա, ես համար պատարագում մատուցեմ, բայց միայն թե ԱԱՑ-ը ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա ինձ էքսիտ։ Արդյոք բան վարչապետ ԱԱՑ-ն գնում է հոգևորականների մոտ եւ ինչ-որ տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարագներին, որոնց դուք եք մասնակցում։ Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱՑ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դեպքում, դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱՑ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Չեք դեպքում, բացապես հանրային ռեսուրսը չարաշահվում է, ձեր ցանկը կատարել օրինակ ԱԱՑ-ի գործառույթը չի, ազգային անվտանգության առնչվող Գիտեք, ցանկացած տեղ, որ ես գնում եմ պատարագի, ուրեմն այնտեղ, որտեղ ես մտադրություն ունեմ գնալ պատարագի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պետական պահպանության ենթակա ցանկացած անձ։ Եթե ես որևէ եկեղեցի պետքա գնամ պատարագի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ եւ այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում եկեղեցում իրականացում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Սա ոչ մի նորություն այստեղ չկա։ Նույն բանի մասին է։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես իմ անվտանգության հարցը մի րոպե ասեմ ձեզ։ Այդ որ էդ էլ է շատ կարևոր։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետեւ այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի։ Ասում են, վայ գնացին վարչապետի անվտանգությունը, մի րոպե հիմա հնարավորություն կտակ վարչապետի անվտանգությունը եւ այլն, ես նախ վարչապետի եւ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապահովելը օրենքով սահմանված պարտավորություն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, այդպիսի երկիր չկա, որ դա չի գործում, իսկ անվտանգության մի քանի, այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան։ Եվ հաջորդ հարցը Էմմա Միքայելյանը։ Թող տա հարց։ Այստեղ ոչ մեկ չի ասում, որ ձեր անվտանգությունը չպետք է ապահովում, բայց կաթողիկոսի անունը որ հնչեցնում է, ձեր կամ հետաքրքրողների կյանքի ինչ դիտակ է սպառնում, որ ԱԱՑ աշխատողը գնում է եւ այս դեպքում գյուղում հոգեվորականին ասում է, «Պետք է Հայաստան վարչապետը պետք է գա կաթողիկոսի անունը դիտում»։ Սա ինչպես է վտանգում ձեզ։ Որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։